Ինչպես ասեցի, դա շաբաթների հարց է, որ ձեր բալիկը սովորի այդ կտորներով ուտելու։ 8 ամսեկանում դեռ ինչ-որ անհանգստանալու կամ ասելու, որ երեխան խնդիր ունի, մենք այդպիսի հարց կամ դժվարություն կամ ինչ-որ պահ չունենք, որովհետև 8 ամսեկանը դեռ շատ փոքր է, ինքը դեռ պրոցեսի մեջ է։ Ստեղ գրել էիք, հասկանալի է ու նորմալ է, որ ուզում է, չհասկացա պետք է տալ, չէ, պետք է տալ։ Ձեր ափսեում ուտելիք միշտ ունեցեք ձեր երեխայի համար։ Այսինքն, երբ որ ինքը սկսում է ձեր ափսեից ուզել, անպայման տվեք ձեր ափսեից երեխային ուտելիք։ Եթե դա իհարկե ձեր արժեհամակարգին չի հակասում, որտեղ կա մարդիկ, որոնք գտնում են, որ դա ճիշտ չի, սխալ է եւ այլն, բայց եթե դա ձեզ համար սկզբունքային հարց չի, թե սկզբունքային է, բնականաբար հասկանում եմ ու հարգում եմ այդ սկզբունքները, բայց եթե դա սկզբունքային չի, տվեք երեխային ձեր ափսեից ուտելիք, դրա մեջ ոչ մի բացասական կամ վատ բան չկա, հակառակը, իրականում հատկապես այս 1-ից 3 տարեկան երեխաների դեպքում ուտելու process-ը սենց պետք է լինի, դուք պետք է ափսեով ուտելիքը բերեք, հատկապես եթե երեխան է վատ է ուտում, դուք սկսեք ուտել, հենց ինքը սկսում է հետաքրքրել, ձեր ափսեից սկսեք տալ իրան։ Սա այն ամենաբնական, նորմալ, adekvat ձևն է, որ երեխայի մոտ հետաքրքրությունը զարգանում է, նեոֆոբիան թուլանում է ու հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ մեծանում է։ Սրա մեջ ինչ-որ վատ բան չկա։ Եթե ինչ-որ պատճառներով դա ձեզ համար սկզբունքային, նորեն անընդունելի վարք է կամ մոտեցում է, որոնք բնականաբար շատերի մոտ կարա այդպես լինի։ Հիմա եկեք հասանք մենք ուտելիքը շպրտելուն, որը էլի այս տարիքի համար այնքան սովորական երևույթ է, բայց կներեք, ձեր ձայնը լսվում է, ինչ-որ մեկը խոսում էր։ Երբ երեխան շպրտում է մթերքները, սկզբից պետք է հասկանալ պատճառները, ինչի է երեխան ձեր շպրտում մթերքները։ Պատճառները կարան շատ տարբեր լինեն, օրինակ, ձանձրանում է, սեղանի մոտ իրեն ձանձրալի է, շպրտում է, որ ինչ-որ ակտիվություն լինի, սոված չի, այսինքն եկել է սեղանի մոտ նստել է, բայց սոված չի, ասենք օրվա ընթացքում ինչ-որ բաներ է կերել, հիմա եկել է սեղանի մոտ, էլ սոված չի, մի քանի անգամ արել է, դուք շատ բուռն ռեակցիա եք տվել, ինքը նորից անում է, որ ձեր ռեակցիան նորից տեսնի, կամ շպրտել է, դուք վերցրել եք, շպրտել է, դուք վերցրել եք, ինքը հիմա սա անցալում է որպես խաղ ու խաղում է ձեզ հետ ուղղակի, փոքր երեխա խաղալ իր համար շատ նորմալ է։ Ինչ է պետք է անել, գծել էլի հստակ սահմաններ շպրտելու հետ կապված։ Հատկապես մի տարեկանից հետո շպրտելու հետ կապված մենք կարող ենք արդեն բավականին խիստ լինենք ու թույլ չտանք, որովհետև պետք է սովորեցնենք երեխային մի վայրկյան սովորեցնենք երեխային, որ ինքը ուտելիքը չպետք է շպրտի։ Սա էլի դաստիարակության մի մասն է։ Մի տարեկանը այդ տարիքն է, որ հենց այդ տարիքում մենք պետք է սովորացնենք երեխային այդ սահմանները ու դա հիմա ես ձեզ պատմում եմ ուտելու տեսակետից, բայց դա վերաբերվում է նաև մյուս բնակավարներին, որովհետև ես վստահ եմ, որ մյուս բնակավարներում էլ են ձեր բալիկները որոշ գործողություններ անում, որոնք ձեր դուր չեն գալիս։ Ոնց են գծում սահմանները։ Դուք ձեզ համար հասկացեք, քանի անգամն է ձեզ համար ավելի նորմալ ու ճիշտ երեխային զգուշացնելը։ Կարաք մեկ անգամ ասեք, կարաք երկու անգամ ասեք, բայց եթե դուք երկրորդ անգամից հետո նյարդայնանալու եք ու կարող է էլի շատ բուռն ռեակցիա տաք, ավելի լավ է մի անգամ ասեք, ինչ որ ձեր համբերության հետ չխաղաք։ Ինչ կարաք անեք։ Սկզբից, երբ որ երեխան սկսում է շպրտել, լավ կլինի առհասարակ հատկապես 1 տարեկաններին ուտելիքները օրինակ հատիկ տալ։ Մի հատ ամբողջ մեծ ափսե չդնել իր դիմաց, ինքն էլ ցավ թափի, շպրտի եւ այլն։ Առհասարակ սովորություն ունեցեք երեխայի ափսեի մեջ ուտելիքը շատ քիչ դնել։
երեխաները հաճախ, երբ որ ուտելիք շատ է դրված, դա իրանց մոտ անհանգստություն է առաջացնում, իրենք շպրտում են այդ ուտելիքը, թափում են, շպրտում են, սկսում են խաղալ, ավելի լավ կլինի, ինչպես ես ձեզ ասեցի, ձեր ափսեում լինի, դուք իր հետաքրքրությանը զուգահեռ տաք, հատկապես մի տարեկանին, կամ իր ափսեում լինի, բայց քիչ լինի, 1-2 կտոր, ոչ ավել պետք չի, եթե զգաք ուտում է, էլի դուք կգնաք կբերեք, բայց շատ պետք չի դնել երեխայի դիմաց, որ ինքը ուտելիք թափի, շպրտի, փչացնի, հատկապես շատ դնելն էլ խնդրային այն առումով, որ մի հատ գաղտնիք ասեմ ձեզ բոլորին, 1-3 տարեկանի, ինչպես ասացի, շատ չեն ուտում, որ դուք հասկանաք նորման որն է, այդ տարիքի երեխան կարա ուտի մեկ սննդությունման ժամանակ, իրա բութիկի չափով միս, իրա այս մատիկների չափով 3-4 գթալ ինչ-որ շիլա կամ խյուս, ու իր այս մատիկի չափով ինչ-որ բանջարներ, օրինակ բրոկոլի, մոտավոր ինքը ուտում է իր ձեռքի չափ, իսկ հիմա եթե ձեր երեխաները ձեր մոտ են, մի հատ կարակ նայեք իրանց ձեռքի, որ պատկերացնեք ինչքան է ուտում, ու այս իմ ասած չափը իր մատիկների չափով էր, դա համարվում է բավարար այս տարիքի երեխային, ու բավարար է, որ ինքը կշտանա ու իր զարգացման եւ այլ բոլոր կետերին հասնի, քաշի, զարգացման եւ մնացած բոլոր տեսակետերից։ Դրա համար հաշվի առեք այս պահը ու երեխային երբ որ ուտելիք եք դնում, շատ մի դրեք։ Սահմանները գծելում, ինչպես ասացի, նստում եք սեղանի մոտ, մի փոքր տալիս եք երեխային, երբ որ երեխան սկսում է թափել, դուք կարաք վառ գույնի ինչ-որ ափսե վերցնեք, այդ ափսեն մոտիկա, դուք օրինակ կանաչ գույնի, կարմիր գույնի, 1 տարեկան երեխաները շատ են սիրում ինչ-որ իրեր գցեն ինչ-որ ափսեի կամ ամանի մեջ, ու առաջարկեք, որ ոչ թե շպրտի, այդ ափսեի մեջ գցի, ու դա դնեք իր մոտ, որ ինքը հենց ուզում է շպրտի, ուղղորդեք, որ դրա մեջ գցի։ Երկրորդ տարբերակ, ուղղակի մոտենում եք, այսպես ձեր ձեռքերը բան եք անում, իր առաջ դնում եք, որ ինքը դնի ձեր ձեռքի մեջ ուտելիքը, իրան ուղղորդում եք, իրեն սովորացնում, որ չէ, չենք շպրտում, ու եթե դրա տենց այդ գործողությունից հետո միևնույն է շպրտում է, նկատողություն եք անում, ուտելիքը ուտելու համար է, չենք շպրտում, շատ պարզ լեզվով, պետք չի ինչ-որ ուրիշ արտահայտություններ կամ բարդ նախադասություններ կամ պարզաբանումներ եւ այլն, բարձրաձայնում եք ձեր պահանջը որպես ծնող, չի լսում երեխան, շպրտում է, ձեր որոշած քանակ նկատողությունից հետո, իսկն 3-րդ անգամից հետո, երեխային վերցնում եք, գրկում եք ու սեղանից դուրս եք գալիս, դուք իրեն պատճառ-հետևանքային կապը ցույց եք տալիս, որ չէ, մենք իմաստակ ուտելու համար ենք, ոչ թե շպրտելու, հաճախ այս կետում կարելի է ուտելը ավարտել, ու գնալ զբաղվել ուրիշ բաներով, որտեղ հաճախ երեխաները իսկապես, եթե ուզում են ուտել, իրենք ուտում են ու չեն շպրտում, ու այս գործողությունները ընդամենը մի քանի օր անելուց հետո, մի շաբաթ, 2 շաբաթ երեխաները հիմնականում էլ չեն շպրտում, նաև եթե դուք նկատում եք, որ իր շպրտելը այդ խաղի հետաքրքրության, ինքը ձայներն է ուզում հասկանա կամ ուզում է տենա ոնց կընկնի եւ այլն, տվեք ուրիշ առարկաներ, որոնք ապահով ձևով ինչ-որ տեղից կշպրտի, կնայի, ուսումնասիրի, այս միջավայր ստեղծեք, որ իր այդ հետաքրքրությունը բավարարվի, իսկ շպրտելու առումով այս իմ ասած քայլերը, բայց նայեք, կարա լինի այնպես, որ երեխան շպրտում է ձեր արձագանք ստանալու համար, հաճախ երեխաները տենց են անում, որովհետև օրինակ կոնտակտը չկա ծնողի հետ, օրինակ ուտելու ընթացքում հայացքը հայացքին չի, շփումը չկա, մաման մտքերով ուրիշ տեղ է, կամ հեռախոսի մեջ է, կամ ուրիշի հետ է խոսում, իրանք տենց ուշադրություն են գրավում, երբ որ դուք շփվում եք երեխայի հետ ուտելու ընթացքում, ինչ-որ բան եք պատմում, խոսում եք, ուտելիքներն եք ցույց տալիս, իմ ասած ինչ-որ խաղերն եք խաղում, որ զարգացնեք իր ճանաչողական գործընթացը, խաղերի հետ կապված մի անհանգստացեք, ես Telegram-ում դնելու եմ, որտեղ գիտեմ, որ շատերդ հիմա կսկսեք հարցնել, խաղ, ինչ խաղանք, որտեղ խաղանք, ոնց խաղանք, ես դրա մասին դեռ խոսալու եմ, առհասարակ Telegram-ում, հիմա այս վեբինարից հետո նյութերի որոշ մաս կա, ես Telegram-ում հերթով ավելի մանրամասն, ավելի կետային դնելու եմ, որ դուք տեքստային էլ դա ունենաք, վեբինարները հաճախ նրա համար են, որ այս խոսալու ձևով
ու ընդհանրական ավելի լավ դուք ամբողջ ընդհանուր պատկերը ունենաք ու պատկերացումներ ունենաք, սպասելիքներ ունենաք, բայց կետային ավելի մանրակրկիտ էկրանները հանելու մասին եմ դնելու, խաղերի մասին եմ դնելու ու այլ բաներ եմ դեռ բանում Telegram-ում դնելու, որ դուք ավելի շատ նյութ ունենաք հենց ձեռի տակ, հարցերի պատասխաններ էլ լինելու Telegram-ում, ինչպես նշել էի նկարագրությունում։ Միջավայրը պետք է ստեղծել, ինչպես ասում եմ, որ երեխայի համար այդ ուտելը հետաքրքիր լինի ու այդ դեպքում ինքը չի ուզենալու շպրտի, ձեր ուշադրությունը գրավի, նաև շատ կարևոր է ուշադիր լինել երեխայի կշտանալու ուսողվածության նշանների վրա, բարձրաձայնել դրանք, այս տարիքից դուք արդեն պետք է իրեն սովորացնեք։ Ոնց որ տեսնում եմ կշտացել ես, արի փորիկին օրինակ հարցնեմ, կուշտ է թե կուշտ չի, որ երեխան սկսի հասկանալ իր կշտանալու ու որ մի փոքր մեծանա ինքն է ձեզ ասելու կշտացել եմ, սոված չեմ ու իջնելու է սեղանից։ Սա պետք է նրա համար, որ մեծ տարիքում ձեր երեխան ավելի հեշտ սնվի ու խնդիրներ չլինեն, ավելորդ քաշի կամ չուտելու հետ, հիմնական երբ որ երեխայի մոտ այս հասկացողությունը ինքը իր այդ կշտանալ սովածությունը չի հասկանում, չի զգում, այդ դեպքերում հաճախ գնում դեպի խնդիրներ կամ խանգարումներ։ Հիմա ինչ վարք կարելի է սպասել ձեր երեխայից։ Սպասելիքները թող բարձր չլինեն, որովհետև մենք գործ ունենք շատ փոքր երեխայի հետ, որը նոր է սովորում կառավարել իր զգացմունքները, կառավարել իր վարքը, ապրում է 1 տարեկանի ճգնաժամ, ապրում է 3 տարեկանի ճգնաժամ, ունի լիքը դժվարություններ, նոր կաթը դառնում է ոչ հիմնական, անցնում է դեպի հավելյալը հիմնական։ Պատկերացրեք ինչ պրոցեսներով է անցնում ձեր երեխան, ինչ բարդ պրոցեսներ են սրանք, որովհետև իսկապես բարդ են, դժվար են ու այս պրոցեսներում երեխան կարող ունենա շատ էմոցիոնալ պահեր, կարող անհանգստանա, սեղանի մոտ կարող շատ բուռն զգացմունքներ ցույց տա, դժգոհի, բղավի, սա նորմալ է այս տարիքի համար, սա խնդիր չի, սա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան ձախողել եք, վատ մամա եք, կամ չեք կարողանում կերակրել, կամ չեք կարողանում կառավարել եւ այլն։ Այստեղ շատ կարևոր է ուղղակի ձեր արձագանքը, որ դուք հասկանաք, որ սենց լինելու է, ու սենց օրերը լինելու, որ շատ բարդ է լինելու երեխային կերակրել կամ իր ուտելու պրոցես դժվար է լինելու։ Բայց մի հատ կարևոր բան էլ եմ ասել, կներեք, էլի ձայնակ ես էլ եմ արդեն որ անդադ ձայնի համար ասում եմ, անջատեք էլի միկրոֆոնը, բոլորը ձեզ մոտ, անպայման ստուգեք բոլորը ձեզ մոտ ու անջատեք, նայեք, ձեր երեխան բարդ պրոցես է անցնում, ինքը զարգացման առումով ուտելու գծային չի լինում այս պրոցեսը, այնպես չի, շատ ծնողներին թվում է, թե ամեն օր նույն քանակ ուտելու է ու խմբում շատերը տլեի գրել, որ մի օր շատ է ուտում, մի օր քիչ է ուտում, ինչ-որ էտապ ուտում է, մի օր էտապ չի ուտում, սա նորմալ է, այսպես պետք է լինի, կարող է այնպես լինի, որ ձեր երեխան ասենք 5 օր լավ չուտի, մեկ էլ 3 օր շատ լավ ուտի, մի քանի օր բացարձակ չուզենա ուտել, հետո ուտի, ինչպես ասեցի, այդ տարբեր պրոցեսներ, որ ձեր բալիկի մոտ տեղի են ունենում, դրանք ազդում են երեխայի վրա, դրանց պատճառով ձեր երեխայի մոտ տեղի են ունենում այս փոփոխությունները, այս պրոցեսները ու դրանց զուգահեռ ինքը վարք է դրսևորում, երբ է պետք անհանգստանալ, եթե օրինակ ձեր երեխայի ուտելու խնդիրները 1 ամիս կամ 2 ամսից ավել կայուն շատ վատ են, այսինքն իմ ասած քանակը նախորդ կետում ասեցի քանակը ինչքանն է նորմալ ու ինչքանն է ապահովում այդ քանակ երեխայի, եթե դրանից քիչ է ուտում ձեր երեխան, այդ իմ ասած իր թաթիկի չափից քիչ է ուտում,
Եթե օրինակ 5 օրից ավել բացարձակ ոչ մի բան չի ուտում, եթե ստաբիլ քաշ է կորցնում, եթե ձեր երեխան ունի դեֆիցիտներ, հաճախ այս տարիքի երեխաները վատ են ուտում, որովհետև ունենում են դեֆիցիտներ։ Եթե դուք զգում եք որպես մամա, որ իսկապես ինչ-որ բան այն չի, անպայման ստուգեք երկաթը, B12-ը, որովհետև B12-ի ու երկաթի դեֆիցիտի պատճառով երեխաները սկսում են հատկապես միս չուտել ու սկսում են ուտելիքը թքել, զզվել, չուզենալ ուտել։ Դրա համար անպայման ստուգեք դեֆիցիտները։ Հաճախ երեխաները այս տարիքում լավ չեն ուտում, որովհետև ունեն քրոնիկ փորկապություն, որը ֆիզիոլոգիական պատճառներ ունի։ Հաճախ վատ ուտելը բերում է փորկապություն, փորկապությունը բերում է չուտելուն։ Այս հարցն է պետք լուծել փորկապության։ Փորկապությունը հաճախ լինում է հոգեբանական, այսինքն ուրիշ ստրեսային իրավիճակներ կան, որոնց պատճառով ունի երեխան փորկապ, կամ ֆիզիոլոգիական է, կամ հոգեբանական է։ Սա էլ է պետք հասկանալ ու ֆիքսել, ոնց է, որտեղից է գալիս։ Հաճախ չեն ուտում երեխաները, որոնք քրոնիկ չեն քնում, այսինքն իրանք անդադ քնի պակաս ունի ու չի կարողանում ուտել։ Հաճախ չեն ուտում երեխաները, որոնք շարժման պակաս ունեն, այսինքն երեխան օրը հատկապես 1-ից 3 տարեկան երեխան 1 ժամից ավել կամ 2 ժամից ավել նստած մուլտ է նայում կամ ինչ-որ վիդեոներ է նայում, հեռախոսով կլինի, iPad-ով կլինի, ինչ-որ այլ գadget-ով կլինի։ Այս երեխաներն էլ չեն ուտում։ Դրա համար մի հատ հասկացեք այս իրավիճակը ու հասկացեք ինչ սպասենք մենք երեխայից, ինչ պետք չի սպասել իրենից։ Էմոցիաներ լինելու են, այդ սխմել, քանդել, կեղտոտվել լինելու է, բայց սա էլ օրինակ այս տարիքում արդեն կարա սահմանի մեջ լինի։ Նայեք, օրինակ, եթե զգում եք չի ուտում, ուղղակի խաղում է, կարաք թողեք 5-10 րոպե խաղա, հետո էլի ավարտեք process-ը ուտելու։ Բայց թույլ տալ կպնել շատ կարևոր է։ Եթե մինչև այս պահը թույլ չեք տվել, հիմա ակտիվ թույլ տվեք կպնի, բայց էլի այդ ուտելու process-ի ընթացքում ժամերով պետք չի սեղանի մոտ թողել, լղճի, սխմի, թափի եւ այլն։ Շուրջ ժամանակ թողեք, հետո կարաք հանգիստ թողեք երեխային։ Այստեղ ոնց որ հարցեր կային։ Պատասխանեմ ու շարունակեմ։ 1-10 տարեկան, եթե ինքնուրույն ուտելու ժամանակ ուտելիքը թափում է սեղանին, հատակին կամ հագուց չի ուտում, մինչև չմաքրի կամ նույնիսկ հրաժարվում է։ Դա ինչի հետ է պայմանավորված։ Ես թափելու համար վատ արձագանք չեմ տալիս, ոչ էլ ինքս եմ մաքրում իրենց շուտ։ 6-ից դգատար կերելա կտորներով, ճնշելով, կեղտոտվելով։ Նայեք, սա կարա կապված լինի տարիքային զարգացման հետ, կամ կարա այնպես լինի, որ մի երկու անգամ դրա հետ կապված ինքը այդ դժգոհությունը այլ դուք մաքրել եք ու դա իր մոտ արդեն սովորություն է դարձել, որ պետքա հենց տենց լինի, այսինքն վարքային ամրապնդվել է։ Երեխաները մի տարեկանից հետո մոտավորապես 1, 2, 4 տարեկան սկսում են ինչ-որ չափով մաքրության պահերը զգալ, դեմքն են մաքրում, ինչ-որ բան են մաքրում, մենք սկսում ենք գովալ հաճախ դրա համար ու դա ոնց որ ֆիքսվում է, կամ էլ կարող է լինի այնպես, որ այդ տեսքը իրան դուր չի գալիս, կամ ինչ-որ բան այն չի իր համար։ Պատճառները շատ տարբեր են ու sense դժվար է ասել կոնկրետ, շատ պետքա լսել ձեր այդ պատմությունը ոնց է եղել, որ պահից է սկսվել, դուք ինչ ռեակցիա եք տվել առաջին անգամ, որ դա եղել է, ու իսկապես չի ուտի եւ այլն։ Դեֆիցիտները լրացնելուց հետո խնդիրը հիմնականացնում է նայեք, դեֆիցիտները լրացնելուց հետո հիմնականում, եթե ֆիզիոլոգիական պատճառով երեխայի մոտ ախորժակը անկում էր ապրել, ախորժակը սկսում է բացվել ու առաջընթաց լինում է, բայց եթե դեֆիցիտներին զուգահեռ մենք չենք ապահովում նաև միջավայր, վարքային եւ այլն, կարա լինի, որ նորից գանք դեֆիցիտների ու այդ դեֆիցիտները առաջացել են օրինակ այդ վարքային իրավիճակներից, որ երեխան ուղղակի հմտություններ չունի եւ չի կարողանում կամ այդ ռեժիմը եւ այլն չկա։ Դրա համար շատ կարևոր է դեֆիցիտները լրացնելու զուգահեռ լինի նաեւ վարքային այդ ամրապնդումը ու միջավայրի ստեղծումը։ Բայց հիմնականում դեֆիցիտները լրացնելու զուգահեռ երեխան ինստինկտիվ ինքը սկսում է ուզել ինչ-որ բաներ ուտել։ Ինքը այդ առաջընթացը անում է, հիմնական այդպես է տեղի ունենում։ Եկանք ԿԿ-ի եւ կաթնախարտնուրդի կրճատմանը, որովհետեւ այս խնդիրը շատերիդ մոտ կար։
Նայեք, շատ կարևոր է 1-ից տարեկան երեխաների համար ունենալ ռեժիմ։ Նորմալ է 2.5-3 ժամ ինտերվալներով երեխային սնունդ եք առաջարկում։ Ստացվում է, այս տարիքի երեխաները հավելյալ ուտում են արդեն օրվա ընթացքում 3-ից 6 անգամ։ Ու դա նորմալ է, հաճախ իրանց ուտելը շատ նորմալ է, բայց շատ կարևոր է, որ ինտերվալներ պահվեն, ու մի հատ կարևոր երևույթ է գալիս։ Այս տարիքից ամեն կրծքով կերակրում, ամեն կաթնախառնուրդով կերակրում դառնում է մի հատ հավելյալ։ Այսինքն, եթե դուք ունեք, օրինակ, 5 անգամ կրծքով կերակրում 1 ու 3-ում, ապա ձեր երեխան հավելյալը ինչ-որ քանակի կարա ուտի, օրինակ, 1 անգամ։ Միշտ չի սենց լինում, կան երեխաներ, որոնք կուրս քնել են 5 անգամ ուտում, 6 անգամ էլ հավելյալ են ուտում, բայց եթե դա զգում եք, որ երեխան չի ուտում ու ունի օրինակ 5 անգամ կամ 4 անգամ կրծքով կերակրում, 1 տարեկան այն տարիքն է, որ մենք արդեն պետք է սկսենք դա կրճատել։ Կրճատելը հետևյալ կերպ է լինում, նայած երեխա, նայած ծնող, նայած ընտանիք, պետք է այնպես անեք, որ պրոցեսը փափուկ լինի, որովհետև երեխային կարա շատ դժվար լինի սկսել ուտել, պետք է կաթը քչանա, սնունդը շատանա, այսպես պրոցես լինի։ Սա ապահովելու համար երկու մոտեցումներ կան։ Եթե երեխան տենց շատ զգայուն չի, լացկան չի, կրծքից կպած չի, անդադ կուրծք չի պահանջում, չի լացում, անհանգիստ չի, ապա կերակրումներ հանելով կրճատում ենք։ Օրինակ, 5 անգամ երթերեք ուտում, դարձնում ենք 3 անգամ մի ամիս հետո, 2 անգամ տենց գալիս ենք նրան, որ օրինակ 1.6-ում երեխան մի անգամ է կուրս ուտում, կամ էլ չի ուտում, կամ 2 տարեկանում են գալիս 1 անգամ ուտելուն, կամ 1.6-ից կարա 1 անգամ պահենք մինչև 2 տարեկան, ես հիմնական խորհուրդ եմ տալիս գոնե մինչև 2 տարեկան կաթնախառնուրդը կամ կրծքով կերակրումը պահել, որովհետև երեխաների մոտ լինում է էտապներ, որ իրանք չեն ուտում, օրինակ ատամների ակտիվ հանելու process-ում, հիվանդ ժամանակ, երբ որ ջերմում են, այդ ժամանակ կրծքով կերակրումը նորից կարա շատանա, այսինքն այդ process-ում, այդ 3-4 օր, երբ որ երեխան ջերմում է, դուք կարաք անսահմանափակ նորից կուրծք տաք, այ երբ որ արդեն լավանում է, նորից վերադառնում եք ձեր ռեժիմին։ Այդ կերակրում հանելը շատ պարզ է լինում, օրինակ շատ հեշտ է լինում հիմնականում հանել առավոտյան կերակրումը։ Առավոտյան երեխան արթնացավ, կուրծք տալու կամ կաթնախառնուրդ տալու փոխարեն գրկում եք իրան, ասում եք կաթիկ չկա, եթե կաթիկ է պահանջում, գնում ենք խոհանոց ճաշելու, բերում եք խոհանոց, ջուր եք տալիս ու նախաճաշ եք պատրաստում, եթե երեխան գոռում է, լացում է, պահանջում է, շատ հստակ ասում եք ոչ, գրկում եք, հանգստացնում եք, լավ կլինի, որ ձեր հագուստը այնպեսին լինի, որ փակ լինի, եթե կրծքով եք կերակրում, որ ձեզ համար էլ ֆիզիկապես դժվար լինի բացել տալը այդ պահին։ Սահմանը գծում եք, հանգստացնում եք երեխային, սպասում եք մինչև հանգստանա, երբ որ հանգստանում է, էլի ջուր եք առաջարկում ու էլի գնում եք դեպի նախաճաշ։ Հիմնական դա ստացվում է իրականացնել, բայց կան երեխաներ, որոնք ավելի զգայուն են, ավելի անհանգիստ են, ավելի կառչած են կրծքից, դա նյարդային համակարգի, այսպես ասած, ձևը, տեսակը կամ հարաբերություններն են այդպես դասել, շատ տարբեր։ Չենք խորանում ինչի է տենց ստացվել, ունենք այն ինչ ունենք։ Այս պարագայում ավելի հեշտ կլինի, որ կերակրումներ ուղղակի կրճատեք։ Եթե խառնուրդ էր, օրինակ հաջորդ անգամ 5 մլ քիչ տաք, սենց 3 օր հետո 8 մլ, հետո 10 մլ, սենց կամաց քչացնեք։ Եթե կրծքով կերակրում է, ապա ժամանակը ուտելու քչացնեք, օրինակ ուտում եք 10 րոպե, դարձնում եք 5 րոպե ու տենց շարունակում եք։ Դժվար է լինում հատկապես հանել քնելուց առաջ կերակրումները, որովհետև շատ բալիկներ ունեն այդ
քուն կերակրում միությունը ու այս դեպքում շատ կարևոր է նոր սովորություն մտցնել քնելու, նոր ռիտուալ, նոր ձև, կարա լինի գիրք կարդալ, կարա լինի գրկել, կարա լինի միասին պարել, կարա լինի, որ դուք օրորոցային երգեք, այդ արդեն դուք եք որոշում ինչ նոր ռիտուալ եք մտցնում, որը ձեր դեպքում կաշխատի ու ձեզ էլ է դուր գալիս, բալիկին էլ է դուր գալիս։ Ռիտուալը ամրացնում եք, ամրապնդում եք, ռիտուալը ամրապնդելուց հետո նոր Երբ որ արդեն այդ ռիտուալը կա, նոր կրծքով կերակրումը պետքա դուրս գա, որ երեխան չմնա առանց ոչ մի բան, որովհետև կրծքով կերակրումը իրան հանգստացնում է, ինքը պետք է ուրիշ տարբերակ ունենա, որ իրան կհանգստացնի։ Առանց ուրիշ ալտերնատիվայի չեն կարող երեխային թողնել, որովհետև շատ կլացի երեխան, դուք էլ չեք դիմանա, շատ բարդ կլինի, նաև այս կրծքով կերակրումների հետ կապված շատ կարևոր է, որ դուք էլ ձեր ներսում հասկանաք, գաք են կետի, որ ձեզ համար էլ հեշտ լինի այս ամեն ինչ, այսինքն դուք պատրաստ լինեք, հաճախ մամաներին էլ է դժվար, որովհետև հուզական առումով ուրիշ ինչ-որ պատճառներ կան կամ խնդիրներ կան, որոնց հիմա այս պահին չեմ անդրադառնա, որովհետև շատ անձնական են սրանք, ու ամեն ընտանիքի մոտ տարբեր պատճառներ է լինում սրա համար։ Այստեղ մի հատ հարց կար։ Նորմալ է, որ ընդհանուրի համար պատրաստված կերակուրդ իսկ իր համար առանձին պատրաստած ոչ։ Այո, շատ նորմալ է, որովհետև սրան շատ լավ ճիշտ հարց տվեցիք, սրան չանդրադարձա։ 1 տարեկանից մենք էլ երեխային առանձին ուտելիք չենք պատրաստում։ Երեխան ցանկալի է ուտի բոլորի հետ, բոլորի կերակուրը, որ եթե մենք ուզում ենք, որ ինքը ուտի, որովհետև երբ որ դա վերածվում է իր համար առանձին ուտելիք սարքելուն, երեխան սկսում է մերժել այդ ուտելիքը, որովհետև առաջինը ինքը սոցիալական կարիք ունի, երեխան մեծ կարիք ունի ուտելու ընթացքում շփվելու, սոցիումի մաս լինելու, պրոցեսում շփում ունենալու։ Նաև առանձին պատրաստելը բերում է ծնողների մոտ անհանգստության, որովհետև մաման, օրինակ, երեխան քնել է, երեխայի քնի հաշվի այդ ժամին գնում է արագ երեխայի համար ճաշիկ պատրաստելու, այսպես ասած ճաշիկ։ Պատրաստում է, երեխային բերում է, ինչպես ասացի, երեխան մերժում է, բերանը փակում է, գլուխը թեքում է, չի ուտում։ Մաման կանգնում է ինչ-որ, այսպես ասած, անհանգստության, ջղայնության, տագնապի առաջ, որ բա ես հիմա ինչ անեմ։ Ջանք եմ գործադրել, ժամանակ եմ տրավադրել, սնունդ եմ պատրաստել, ինքը մերժում է։ Դրա համար ավելի հեշտ է, որ ուտելիքը ընդհանուր լինի, որ եթե նույնիսկ երեխան այդ ուտելիքը չի ուտում, դուք ուղղակի ձեր ճաշի ժամն է ու ձեր սիրելի ուտելիքն է ու դուք էլ ուտեք։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս այս տարիքի դեպքում մաման պատրաստի իր համար, հոգ տանի իր մասին, այսինքն պատրաստի իր համար համեղ, օգտակար, ինչ-որ լավ ուտելիք, որ ինքը հաճույքով կուտեր, բերի դնի ու ինքը սկսի ուտել։ Երեխան կմիանա, հավատացեք, իսկապես կմիանա, եթե մաման իսկապես վայելում է այդ process-ը ու երեխան, ինչպես նշեցի, ֆիզիոլոգիական խնդիրներով պայմանավորված չի, որ չի ուտում, ու այս պայմանները, որ կան, ռեժիմ ունենք, ինտերվալները պահում, այս ինտերվալները նրա համար է, որ այդ օրինակ 2.5 ժամը դուք երեխային ուրիշ ուտելիք չեք առաջարկում, որ ինքը հասցնում է սովածել, նաև ռեժիմը օգնում է, որ ստամոքսահյութը կոնկրետ այդ ժամերին սկսի արտադրվել ու ինքը իրենց անկախ ուտում է։ Եկանք ամենացավոտ հարցին, որովհետև շատ-շատերը տեիք հարցերը տվել, այդ որ թափում է, կեղտոտ է, փնթի է, գթալով ուտելը, պատրանքաղով ուտելը եւ այլն։ Քաղաքավարության կանոններ, մաքուր ուտել, այսինքն կոկիկ ուտել, չթափթփել, կարող է շատերիդ համար մի քիչ տխուր բան ասեմ, բայց 4 տարեկանից, 4-5 տարեկանից շուտ մի սպասեք։ Մինչև այդ տարիք երեխաները դեռ սովորում են ուտել ու իրանք թափելու են։ Դա այն զոհն է կամ այն դժվարությունն է, որ մենք տալիս ենք, որ հետո հեշտ լինի մեզ։ Իրանք թափելու են, իրանք ձեռքերով են ուտելու, դա նորմալ է, դա խնդիր չի։ Դանակ պատառաքաղով ձեր երեխան կսովորի ուտել, եթե դուք եք ձեր ընտանիքում այդպես ուտում։ Եթե դուք այդպես եք ուտում, հավատացեք, ձեր երեխան 4-5 տարեկանից հետո ձերպես այդպես ուտելու, որտեղ ինքը տենց ուտել սովորում է կրկնօրինակելով, եթե իհարկե դուք իր հետ ուտում եք։ Տենց է երեխան սովորում։
Բայց այս թափելը շատ նորմալ է այս տարիքում, որովհետև երեխան դեռ հմուտ չի։ Օրինակ գդալով ուտելը երեխաները հաճախ չեն ուտում գդալով, որովհետև դեռ հմտացած չեն ու իրենց համար դժվար է այդ գդալով ուտելու process-ը։ Հյուսից կտոր վեբինարի ընթացքում ես դա շատ մանրամասն եմ նկարագրել։ Կխնդրեմ նայեք, եթե դա խնդիր է ձեզ համար։ Երեխաները գդալով ուտել սովորում են հիմնականում սկսում են սովորել 1 տարեկանից, բայց 1 տարեկան դեռ լավ չեն ուտում, բայց մենք պետքա թույլ տանք, որ ինքը դա սովորի։ Եթե մենք թույլ չտանք, մենք կերակրենք անդադ արագ, ինքը դժվարանալու է, ավելի ուշ է սովորելու։ Պատառաքաղից օգտվել երեխաները սովորում են հիմնական 2 տարեկանի կողմերը, բայց միևնույն է, դեռ մինչև 4 տարեկան հաճախ գդալներն են կողք դնում, պատառաքաղն են ու ձեռքերով սկսում են ուտել։ Պետք չի ոչ նկատողություն անել, ոչ ինչ-որ բան ասել երեխային, որովհետև դա նորմալ է։ Գդալով ուտելու հետ կապված ես ոնց սովորացնել, ես շատ մանրակրկիտ գրելու եմ ու Telegram-ում դա էլ եմ դնելու։ Հիմա ուզում եմ հարցերը ձեր գրեք, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Ունենք մոտ մի 9-10 րոպե։ Հետո վեբինարից հետո կխնդրեմ, որ էլի եթե հարցեր ա մնացել, գրեք ու ես ձեր հարցերին կպատասխանեմ երեքշաբթի օրը։ Հիմա սպասում եմ ձեր հարցերին։ Ոնց որ հարցեր չկան, այդ կամ շատ լավ է ամեն ինչ բացատրել, կամ շատ վատ, որ ոչ մի բան բարձ չի եղել։ Երկու պատճառ առնելու։ Ես կխի հետ կապված ճիշտ ասած մի հատ հարց ունեի 1.4 բալիկը, ինքը ցերեկը մենակ քնելուց առաջ է մի անգամ ուտում, բայց այ գիշերվա ուտելու հետ կապված մի քիչ շատ հարաբերական է, կարող է օր լինի 1-ից 2 անգամ գիշերը պահանջի, բայց ինձ թվում է ավելի շատ այս դեպքում ոչ թե միայն սովատության պահն է, այլ նաև ինչ որ կախվածության նման, քանի որ ինքը սոսկա չի ուտում շատ շուտ բանից ու այս դեպքում կաթն է, այսպես ասած, կախվածություն մոտը ստեղծել, որ կարող է 30 միլի խմի ու հանգստանա, էլի քնի մինչև առավոտ, ասենք, այդ պահը չեմ կարողանում ոչ մի ձևով այդ մի անգամ կամ 2 անգամը տենց գիշերվա այդ կերակրումը հանել։ Ինչ կարելի Բայց դա ձեզ անհանգստացնում է, հենց ձեզ համար դա դժվարություն է ստեղծում այդ կերակրելը։ Էդի չէ, որն է, որ իմ համար ասեմ տենց եսի միշտ դժվար է, չէ, Այդ պարագայում ես կարիք չկա դա նայեք, մի հատ կարևոր կետ մոռացա, այս օրինակ 5 անգամ կխ կերակրում կամ կատնախառնուրդ կերակրում, դա վերաբերվում է ցերեկը, ոչ թե գիշերվան։ Հա, գիշերվանը տենց խնդիր։ Ես ճիշտ ասած այդ ձեր ասած անհանգստացնելու առումով մի բան ասեմ, մի պահ կար, ինքը կարող է տենց մի 320-ի կարգի կաթ խմեր, որ նոր քներ։ Այդ ժամանակ անհանգստանում էի իրականում ու ինձ թվում է օրվա ընթացքում է ինձ թվում էր սոված մնում, դրանից ելներով էր շատ գիշերներ խմում։ Նայեք, կաթը կամ կատնախառնուրդը, որ գիշերը իրանք այդ տարիքներում հաճախ սովի հետ բացարձակ կապ չունի, որովհետև գիշերը ոնց որ մեծահասակներն էլ չեն զարթնում գնան հաց ուտելու։ Սա ավելի շատ կապ ունի քնի process-ի քուն մտնելու սովորության հետ։ Այսինքն երեխան ունի այդ կարիքը քուն մտնելու, երբեմն քունը ոնց որ երեք արատում ու կարող է դրա պատճառով շատ ուտի եւ այլն։ Սա ավելի շատ քնի հարց է։ Դրա համար պետքա փոխել ասոցիացիան, բայց նայեք 1.4-ի դեպքում դեռ կարա 2 կամ 1 կատնախառնուրդ լինի գիշերը։ Այ 1.6, 1.7 այդ ժամանակ կարաք հանգիստ հանեք։ Ոնց որ դեռ փոքրիկ է, էլի, եթե այդ կատնախառնուրդը ձեզ դեռ շատ չի անհանգստացնում, դուք կարաք արդեն կամաց տրամադրվեք, ռեսուրսներ հավաքեք, որ ինչ-որ պահից դա հանեք։ Դեռ մի ամիս, 2 ամիս ունեք, էլի, այդ process-ի նախապատրաստվելու, կազմակերպվելու, որ իրականացվի, էլի, ուրիշ սովորություն մտցնելու։ Մի բան ասեմ, եթե օրինակ ինքը առավոտյան ժամի ասենք 7-ի կողմերը հեզնում է ու նենցա որ լինում է, որ ասենք կաթը կարող է մի 30 միլի խմի ու էլի քնի ենթադրենք։ Ուզում եմ հասկանամ ընդհանրապես
կխի առումով այդ տարիքային ինտերվալի մասով ասենք կխն կարա պատճառ դառնա, որ ինքը ասենք հաց չուտի մի ժամ հետո, թե Հա, այս ինչպես հարցը անեն, որ ստեղ ճիշտ բանում լինի։ էլ կար, իսկակից ինչքան ժամանակ հետո հավելյալ առաջարկել, նայեք, հավելյալը ու կաթնախառնուրդը ու կխն, իրանք պետք է այդ իմ ասած ռեժիմի մեջ բաշխված լինեն, դուք առաջարկում եք օրինակ կուրծք, դրանից 1-1.5 ժամ հետո առաջարկում եք հավելյալ ու հաջորդ կրծքով կերակրում կամ կաթնախառնուրդ էլի պետք է լինի 1 ժամ գոնե հետո, որ ձեր երեխան հասցնի սովածանա ու սովածանալը սկսի սովորել։ Եթե օրինակ կուրծք ենք տալիս ու միանգամից հավելյալ ենք տալիս, ամենայն հավանականությամբ ինքը հավելյալ չի ուտելու։ Կամ եթե օրինակ հավելյալ ենք տալիս 5 րոպե հետո իրան կուրծ կամ կաթնախառնուրդ ենք տալիս, ինքը ամենայն հավանականությամբ հաջորդ անգամ այդ հավելյալը կամ այդ ճաշը մերժելու է, որ կաթ ուտի, որտեղ կաթ իրան ավելի հեշտ է կշտանալու տեսակետից։ Դրա համար այդ միջև մի ժամը, 1.5 ժամը, հետո էլ մի ժամը լավ կլինի պահի, որ արդյունքում ստացվում է 2.5 ժամ ինչ-որ ինտերվալ կամ 3 ժամ։ Երեխաս 1.9 ամսական է, չի սիրում մթերքներ, խառնած ուտել, չնայած մթերքները առանձին կարող է ուտել, օրինակ բրինձ, գազար կամ այլ բանջարեղեն, մածուն, մրգերով այլն, տարիքային է, թե արդյոք խնդիր է։ Նայեք, սա տարիքային է, բայց որպեսզի ես հասկանամ դա ձեր մոտ արդեն խնդիր է դառել, թե խնդիր չի դառել, պետք է հասկանալ ինքը օրինակ լպրծուն, կեղտոտ բաների կկպնի, թե չի կպնի, զգայական տեսակետից դա իր համար շատ տհաճ է, ինչը, բայց առհասարակ, այո, այս 1-ից 3 տարեկան երեխաները ուտելիքները սիրում են առանձին, բայց մենք կարանք իրանց սովորացնենք խառնած ուտելուն, դանդաղ ձևով իրանց դրան բերելով, օրինակ կարանք խաղի նման անենք, մթերքները դնենք, առաջարկենք, որ ինքը իր համար օրինակ աղցան սարքի, կամ կարանք ինչ-որ սոուսներ բերենք, խաղ ներառենք, որ ինքը թաթախի, կպնի, բայց սկզբում շատ քիչ ու շատ նուրբ։ Դրան էլ ես առանձին գրառման տեսքով կանրադառնամ, որտեղ դա բավականին ծավալուն հարց է ու այդ դանդաղ է, էլի ծավալուն պետք է կետ առ կետ նկարագրեմ, ու դա հիմնական որ հիմա նկարագրեմ էլ շատ հաճախ ոնց որ տենց չի հիշվում ու դժվար է լինում հետո կիրառել, բայց որ տեքստային կամ կետերով ալնում ավելի հեշտ ալնում, բայց կարակ արդեն հիմքվանից, օրինակ ուտելիքներ փորձեք իրար կողք դնել, որ ինքը վիզուալ սովորի դրանց, կամ խաղ ներառեք, որ խաղի մեջ մեկ ինչ-որ բան խառնում ենք ու տեսնենք ում մոտ ավելի լավ աղցան կստացվի կամ ում մոտ ավելի լավ սենդվիչ կստացվի։ Դա լավ լինում է օրինակ այդ սենդվիչ դուրումների դեպքում աղցանների, շիլաների, օրինակ շիլային ինչ-որ տարբեր բաներ ավելացնենք կամ ինչ-որ թանձրուկներ ենք ավելացնում, սկսում ենք սկզբից ձեռքերը մտցնել, խաղալ, կպնել, լպստել, հետո նոր մթերքը խաղի ձևով մտցնում, կամաց սովորացնում ենք։ Ամեն դեպքում իմ կարծիքով ցանկալի է, որ ինչ-որ բան անենք, որ ավելի հեշտ անցնի դա ու տենց սովորություն չմնա։ Ու էլի 5-6 տարեկանում այս խնդիրները թուլանում են ու գնում են դեպի անցնելուն, բայց բոլորի մոտ չէ ու միջավայրը կարևոր է, եթե մենք adekvat միջավայր ենք նախապատրաստում, ավելի հեշտ է այդ անցնում, էլի այդ խնդիրը կամ իսկապես անցնում, եթե չէ միջավայրն էլ լավը չի, կարա մնա ու մնա ավելի երկար ժամանակով։ Ոնց որ վերջ, շատ շնորհակալ եմ ձեզ, որ ներկայ էիք վեբինարին։ Կներեք մի բան է հարցնեմ էլի ես։ Ուտելիքների հետ կապված մի այսպիսի բան, եթե ասենք կաբաչկա դդումը սովորական առաջ շատ է ինքը կերել, հավեսով ուտում էր ու տենց սկսեց արդեն չուտել։ Դա ինչ որ խնդիր կար առաջացնի, Դե հենց նեոֆոբիան է։ Նեոֆոբիայի հարցն է, այդ որ սկսում են ընտրողական դառնալ, խուսափել, նաև հաճախ երեխաները ուղղակի հոգնում են ուտելիքից։ Ինչ որ սնունդից, հա։ Հա, հոգնում են ու ինչ որ ժամանակ հետո կարող նույն սկսի ուտել։ Ընթացքում, այսինքն անդադ առաջարկենք աչքի առաջինի կուտի, չէ, էլի Հա, տենց։ ես կներեք ձեր հարցը չտեսա, որ պատասխանեմ, թե վերևում էր։
Հա, մսին, հա, այդ նայեք, միսը ու դժվար ուտվող բաները էլի գրառման տեսքով եմ դնելու, որովհետև դա էլ է երկար աշխատանք ներառում։ Առհասարակ այս տենց կետային հարցեր, իրանք շատ երկար աշխատանք պահանջող են, բայց ես կփորձեմ կետերով կրճատ ձեզ բան անեմ, որ դուք ինչ-որ ձևով փորձեք։ Երբեմն, եթե չի կարում երեխան ծամի, լոգոպեդն էլ է աշխատում։ Ես դրա մասին կդնեմ ավելի մանրամասն, որ ձեզ ավելի հեշտ լինի։ Իսկ թվում է այսքանով ավարտեցինք, ժամանակն էլ ավարտվեց։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ միացաք։